Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ։ Պարոն Մարգարյան, այսօրին շատ ակտիվ քննարկման դաշտ է փորձում բերվել, ես չասեմ քննարկման դաշտ բերվել է, այսպես կոչված impeachment-ի հարցը, եւ դա հիմնականում բերվում են այն շրջանակների կողմից, որոնք հարում են Սերժ Սարգսյանին, ասում են impeachment-ը դե երեք նաեւ այսպեսի հայտարարություն ընտրել։ Impeachment-ը միակ տարբերակն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Այսինքն, ես երբ որ լսում եմ այդ մարդկանց տրամաբանության ինչ եմ հասկանում, որ ժողովուրդը չի մերժի Նիկոլին, այսինքն ընտրությունները, փողոցային պայքարը դա տարբերակ չի, այ ՔՊ-ում կան մարդիկ, իրենք վստահ են, որ կմիանան այդ process-ին ու Նիկոլ Փաշինյանին կտապալեն։ Այսինքն Նիկոլի այդ հանցագործություն իրականացրածների վրա ավելի վստահ են, քան քաղաքացիների, որոնք իրականում տարբեր ընտրություններում ցույց են տվել, որ դեմ են այս իշխանություններին։ Ինչու է սա նախաձեռնում, այս անպտուղ զրույցը իրականում։ Ձեզ հետ եմ ուզում խոսել, որովհետև դուք նաև հիմնական ընդդիմախոս եք այս թեմային, ես առաջիկա օրերից սպասում նաև Էդգար Ղազարյանին հարցեր նաև իրեն կտամ։ Ինչի հետ է կապես գործընթացը, պարոն, խնդրեմ։ Գիտեք, դուք շատ լավ նշեցիք, մի խավի անուն տվեցիք, որ այդ մարդիկ կարծում եմ շատ հստակ գիտեն, որ ընտրությունների հասնելու դեպքում, այսինքն եթե մենք հասնենք 2026 թվականի ընտրություններում եւ խնդիրը պետք է պարտավորվենք լուծել ընտրությունների միջոցով, իրենք նույնիսկ խորհրդարանի շեմն անցնելու շանսեր չեն ունենալու, եթե նույնիսկ ուրիշ դեմքով են ներկայանան, ամեն դեպքում ժողովուրդը գիտի ով ում է դա կապված, որտեղից որտեղից է գալիս, չեն անցնելու։ Ամեն դեպքում պիտի փորձեն մինչև 2026 թվականի ընտրությունները կամ արտահերթ ընտրությունները, որը հնարավոր է շատ ավելի մոտիկ լինի, քան խորհրդարանական 2026 թվականի ընտրությունները, ինչ որ ուրիշ գործընթաց գեներացնել, որը կփորձի այդպես շրջանցել ընտրությունները եւ իրենց ուզած տեխնոլոգիային կարողանան տանել մտցնել ուրեմն որպես վարչապետի պաշտոն ներկայացնել։ Հիմնականում թեման սա է, որտեղ impeachment-ը այն գործընթացն է, որտեղ ընդհանրապես ժողովրդի մասնակցության խնդիր չկա, ընտրությունների դեպքում ժողովուրդն է դա ընտրում եւ իրենք գիտեն, որ ժողովրդի ձայները չունեն, բայց impeachment-ը կապված է խորհրդարանի ասենք 36 ընդդիմադիր պատգամավորներից, գումարած ասենք մի 18 իշխանական պատգամավորներ, եթե հնարավոր լինի նրանց բերել դեպի այս կողմ, եւ նրանցից է կապված, ասենք ընդհանրապես այդտեղ ժողովրդի գործոնը չկա եւ բնականաբար այդպիսով նպատակին հասնելը շատ ավելի հեշտ է լինելու, քան ընտրությունները, որը իրենք գործ ունեն ժողովրդի հետ։ Հիմնականում կարծում եմ այս impeachment-ի թեման հիմա այսպես արագ առաջ բերելու նպատակը սա է, հատկապես եթե նկատի ունենանք, այս թեման սկսեց շրջանառության մեջ դրվել շատ ավելի ակտիվ կերպով նախագահ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ ինքը թեև նախագահան չհերքեց, որ բոլոր քաղաքական գործընթացներն իրենք պատրաստում են ծանրակշիռ մասնակցություն ունենալ, բայց շատ հստակ հայտարարեց, որ եթե խոսքը լինի ընտրությունների մասին, իրենք պատրաստվում են նաև ընտրությունների մասնակցել։ Կարծեմ պատկերացում են, որ նախագահ Քոչարյանը հավանաբար 2.5 տարվա լռությունը խոսում այն մասին, որ ինքը այլևս նպատակ չունի մասնակցել քաղաքական գործընթացներին։ Իրենք բարձրացել են, պարոն։ Այո, իրենք բարձրացել ասել են, մենք ուրախացել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը չկա քաղաքական process-ում։ Բայց հիմա իրանք հակառակ իրենց ուրախության, կարծում եմ հիմա սկսել են տխրել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հստակ ասեց, որ ինքը կա եւ մասնակցելու է իր թիմով, հիմա թիմը որ կարող է նույնը չլինի, ինչ որ Հայաստան դաշինքի դեպքում է, այդ դաշինքը որ գոյություն է ունեցել, գոյություն չունենա, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը մնալու է եւ բոլոր, այդպես ասած, սոցհարցումներն էլ որ իրենք արել են, կարծում եմ շատ հստակ կերպով ապացուցում է, որ ՔՊ-ից հետո Նիկոլ Փաշինյանից հետո, որի ռեյտինգը կարծում եմ շատ նորմալ է ցանկացած բայի, ցանկացած իշխանության համար, որ կլինի իշխանության ղեկին եւ շարունակաբար էլ վայրը իջնում, Ռոբերտ Քոչարյանը մնում է երկրորդ տեղում, իհարկե որոշ դեպքերում փորձեցին դոգին բերել, որ դա էլ իսկ կարծում եմ արհեստական կերպով էր Ռոբերտ Քոչարյանին ստերի տակ առնելու համար, հիմա դոգն էլ բարեբախտաբար այլևս չեզոքացված չկա,
Եվ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում է երկրորդ տեղը մեծ տարածությամբ եւ կարծում սա լուրջ մտահոգություն է ստեղծում այդ հատվածի մոտ եւ իրենք փորձում են ասենք impeachment-ի միջոցով այդ գործընթացը առաջ տանել։ Բայց ես չեմ ուզում խորանալ, շատ հստակ է, որ այդ impeachment-ի գործընթացը որևիցե արդյունք չի տալու եւ զրո արդյունավետություն է ունենալու։ Բոլորս էլ գիտենք, որ այդ խմբակցություններից օրինակի համար խորհրդանական խմբակցությունների օրինակ պատիվ ունեմ, օրինակ այս Մարտուն Գրիգորյանի դեպքը բոլորս վերջի շրջանում հետևել են Գյումրի ընտրությունների իրադարձություններին, տեսնում ենք, որ նույնիսկ նրա վրա հստակորեն ներազդելու հնարավորությունները բացակայում է իրան, չեն կարողանում նույնիսկ իրենց պատգամավորի վրա ներազդել կամ Այո, ներողություն պարոն Մարտուն Գրիգորյանը հանդիսանալով Սերժ Սարգսյանի ֆրակցիայի անդամ հայտարարություն անում, ասում է ինձ վրա որևէ քաղաքական ուժ չի կարող ազդել, այսինքն սա խոսում են մասին մարդիկ իրաց ֆրակցիայի անդամին չեն կարող վերահսկել, բայց այդ ֆրակցիայի մեկն էլ կա, Իշխանը Զաքարյան, որը ընտրության հաջորդ իսկ օրը անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը եւ ապահովեց համանadrական մեծամասնություն Փաշինյանի համար։ Սա ավելի լավ ֆիլմի պատիվ ունեմը ինքը առաջադրի տեխնացու impeachment-ի գործընթաց պաշտոնապես ինքը սկսի, ոչ թե կողքից այլ մարդկանցով թեման ոնց որ զարգացնեն եւ սա ավելի շատ ծուղակի է նման, չգիտեմ, իմ տպավորությամբ։ Իհարկե impeachment-ի այդ ջատագովները փորձում են հավասարապես երկու դաշինքների անուններն էլ տալ, այսինքն հավասարապես հարվածում են թե պատիվ ունեմին, թե Հայաստան դաշինքին, այնպես ձևացնելով, որ իրենք անկախ են կամ որից այդ մեկը փոխկապակցված չեն, բայց դե այդ փոխկապակցությունը գաղտնի թելերը, որ միացնում են իրար, կտնում շատ ակնհայտ է, բոլորս էլ գիտենք, որ ավելի շատ նրանք մոտիկ են պատիվ ունեմ դաշինքին։ Եվ հիմնականում տեսնում ենք, որ շարունակաբար տրվում է Ռոբերտ Քոչարյանն դե Հայաստան դաշինք ամենամեծ խմբակցությունն է, թողեք Ռոբերտ Քոչարյանի անունը գրեն այդ նախաձեռնության մեջ որպես վարչապետության տեխնացու առնվազն սկսեն, բայց որից է մեկ իրեն լուրջ չի տալու, որ հարց չի տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական լուրջ գործիչ, փորձ ունեցող մարդ, ինչու պիտի այդպես ասած մտնի մի հատ ծիծաղալի խաղի մեջ կամ իրեն այսպես ասած խաղալիք դարձնի, մտնի մի հատ խաղի մեջ, որի արդյունքին գիտի, որ վերջում 0 է լինելու, քանի որ տրամաբանորեն ես ապացուցել եմ եւ պատասխան 1000 անգամ եմ ձեզ համար ապացուցել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգով գործող իշխանության, հատկապես եթե նրա ղեկին նստած է Նիկոլ Փաշինյանը, անհնարին է դուք կարողանաք impeachment-ի միջոցով պաշտոնից հեռացնել։ Դրա հավանականությունը 0 է եւ ի սկզբանե ձախողած գործընթաց է։ Փորձում է Ռոբերտ Քոչարյանին մտցնել հիմա կամ Ռոբերտ Քոչարյանը կհամաձայնի գնահատի գործընթացի մեջ վերջում ձայն չի բերելու, ասելու են դա տեսակ դե վստահություն չունես, ուրեմն այլևս դու պիտի խաղից դուրս գնաս, կամ է Ռոբերտ Քոչարյանը պիտի հրաժարվի, ասի չէ, չեմ ուզում վարչապետության տեխնացու լինեն, ասում են դե ուրեմն դու ինքդ ես հրաժարվել, ուրեմն գնանք մեր տարբերակով առաջնորդենք։ Այսպես մի տեսակ խաղ են առաջ տանում, հիմա հավանաբար փորձելու են շուտով, ինչպես որ ես խոսքերից այվում, շանտաժի միջոցով գնալ առաջ, նամակներ են պատրաստում ժամկետներով ներկայացնել խորհրդարանի պատգամավորներին, որ կամ գործնական քայլ եք ձեռնարկում կամ հրապարակում ենք, ասում ենք այսիշներ ուզում են Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության։ Մի տեսակ փորձում են impeachment չանելը բերել հավասարության նշան դնել Նիկոլին պահելու հետ, մինչդեռ impeachment անելն է ինչ որտեղ կարող հանգեցնել Նիկոլին պահելուն, որովհետև ես ասել եմ եւ շարունակում եմ շեշտել, այս կարևոր խնդիրը ցավոք սրտի այս մարդիկ շրջանցում են, լինելով իրավաբաններ, սահմանադրագետներ, ժողովրդին ապակողնորոշում են, որ չեն ասում, որ մենք պարլամենտական համակարգով կառավարվող երկիր ենք, խորհրդարանական համակարգով կառավարվող երկիր ենք, խորհրդարանը ներկայացնում է ժողովրդին։ Իսկ եթե դու տալու ես մեկ գործընթաց ազգային ժողովում սկսում ես, ասում են դե հիմա սկսեք տեսնենք, չեղավ, ոչինչ 6 ամիս հետո մի հատ ուրիշը կդնենք, 6 ամիս հետո մի հատ ուրիշը կդնենք, 3 հատ այդպես ալա դեռ 6 ամիս կարող ենք դնել։ Բայց ամեն անգամ, որ դու այդ գործընթացը սկսես, տանես ազգային ժողով եւ չկարողանաս արդյունքի հասցնել, այսինքն այդ անվստահությանը կողմ չկվարկի ազգային ժողովը, նշանակում է կողմ է քվարկել Նիկոլի վարչապետությանը, վստահությունը հայտնել Նիկոլի վարչապետությանը։ Ուրեմն դու Նիկոլին օժտում ես կրկնակի վստահությամբ, խորհրդարանական համակարգում ամբողջ աշխարհում այդ ձևաչափն է տեղ ընկած։ Հիմա մեր ժողովրդին փորձում են այլ կերպ համոզել, կարևորը չի ընդհանրապես Նիկոլը հետո դա վերցնելու է, գնալու է նստելու Ալիևի հետ բանակցության սեղանին, ասես ուրեմն ես ազգային ժողովից ունեմ կրկնակի վստահություն, ուզում են impeachment անեն, չկարողացան, ես հիմա ունեմ կրկնակի վստահության ձայն, ելի են ինձ վստահության ձայն տվել, ուրեմն գնանք երկրորդ կապիտուլյացիայի։ Այս վտանգը կա այս գործընթացի մեջ, բայց այս մարդիկ ժողովրդին այդ բաժինները դժբախտաբար չեն բացատրում, կամ չգիտեն, որ շատ վատ է, որ չգիտեն այդ ամենի մասին եւ փորձում են այդպես լուրջ դեմքով նստել ժողովրդին ինչ-որ բան բացատրել, կամ գիտեն, որ ես երկրորդ տարբերակին ավելի շատ եմ հակված, գիտեն ինչա կատարվում, բայց միտումնավոր լռում են
եւ չեն խոսում։ Օրինակի համար պատրոն անունը շատ կներեք, օրինակ Էդգար Ղազարյանը 3 հարցազրույց է տվել 168.9-ին, այնտեղ ասում է դե հիմա ինձ էլ նշանակեք ես վարչապետ որ եղամ 10 րոպե հետո կարող եմ հրաժարական տալ, միայն Նիկոլին հեռացնենք, հետո կառավարություն կձևավորվի, ինք հրաժարական կտանք վարչապետը դուրս կգա ու մին ուզում եք կընտրեք։ Բայց այս մարդիկ չեն մտածում, որ լավ, եթե դու հրաժարական տվեցի, ԿՊ-ն մնում է, ազգային ժողովը մնում է, ԿՊ մեծամասնությունը մնում է, մեկ շաբաթ հետո վարչապետի նոր ընտրություն է լինելու, ԿՊ-ն կառաջադրի էլի Նիկոլ Փաշինյանին, կրկին Նիկոլ Փաշինյանի ձայն կտան կտրեն վարչապետ։ Այսինքն ամբողջ գործընթացը մի տեսակ հոց է ցնդում եւ անիմաստ մի բան է դառնում։ Այս բաժինները ժողովրդի համար դժբախտաբար չեն բացատրում, կամ օրինակի համար իրենք պիտի կարողանան գնալ ժողովրդին համոզեն այդ պատգամավորներին բերեն, առնվազն 18 պատգամավորի կարիք ունեն։ Հիմա ասենք Հովիկ Ղազարյանին, այդ Հակոբ Ասլանյանին էլ համարենք impeachment-ի կողմնակիցների կողմը, Իշխան Զաքարյանին, Գեգամ Նազարյանին էլ ավելացնենք, 16 հատ պատգամավորի պիտի համոզեն, բերեն, որ վերջի վարքյանին ձայն տան։ Ժողովրդին խաբում են, ասում են դե ստորագրություն կառնենք։ Ստորագրությունը չի, որ impeachment-ի համար հիմք է ծառայում։ 72 ժամ հանց քվարկությունը ազգային ժողովի նիստի ժամանակ, որ որոշում է։ Իսկ այդ 72 ժամվա ընթացքում բոլորս Նիկոլին ճանաչում են, գիտենք ինչերի ընդունակ եւ ինչեր կարող է անել։ Նույնիսկ այդ պատգամավորներից եթե մեկը այդ 16-ից մեկը հրաժարվի իր տված խոստումից եւ ստորագրությունից, այսինքն կարիք է չկա 16-ին Նիկոլը համոզի, մեկին էլ որ համոզի եւ հրաժարվի, այդ նախաձեռնությունը տապալված է, չի կարող լինի։ Կամ Նիկոլը կարող է ընդհանրապես մի բան անի, որ քվորում չապահովի ազգային ժողովի նիստերի համար։ 72 ժամ անց քվարկություն տեղի չունենա, նախաձեռնություն ինքնաբերաբար դուրս է գալիս։ Բազմաթիվ այդպես կետեր կա այս սահմանադրության մեջ դրված, բացթողումներ կան, բացեր կան, տողատակեր կան, որ չգիտեմ impeachment-ի այդպես ջատագովները գիտեն այդ մասին, չգիտեն, թողեք իրենցից լավ կլինի հարցնեք, որտեղ այս տեխնիկական հարցերը, գիտեք, նստել միայն ասել, դե նախաձեռնությունը սկսենք, հետո մի բան կլինի, այդպես չի, եւ չափազանց վտանգավոր է եւ կարող է հանգեցնել Նիկոլի իշխանությանը եւ կրկնակի վստահության օժտման։ Պարոն Մարկյան, հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձինք են հիմնականում այս թեման գեներացնում, իսկ կողմից թեմայի մեջ չի մտնում պատիվ ունեմ, բայց սա այս իրավիճակը եւ սրանից նախորդող տարբեր իրավիճակներ խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը հանրապետականը ցայտնոտի մեջ են, ինչու եմ սա ասում, որտեվ վերջին մի քանի ամիսներին իրենք կոպիտ մի քանի սխալներ են գործել, սկզբում հարձակվեցին Անդրանիկ Թևանյանի Մայրահաստանի վրա, այդտեղ իրենց պատասխանը ստացան, հետ քաշվեցին, հետո որոշեցին ավելի բարդացնել իրենց համար խաղը, թիրախավորեցին Ռոբերտ Քոչարյանին, այդտեղ էլ ոնց որ թեմայի տակ մնացին եւ չկարողացան պատասխաններ տալ, ավելին թեման այնքան ճիշտ զարգացավ, որ ի վերջո հասարակության լայն զանգվածների համար ի վերջո տարանջատվեց Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործիչները տարանջատվեցին, չնայած որ իրականում տարանջատված էին նաեւ նախկինում եւ դա փաստարկված Հիմա արդեն հարձակվել են Սրբազան Աչափայանի վրա, որը համարձակվել է շագերտերի մեջ, համարձակվել է ճշմարտությունը ասել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին։ Ինչն է իրենց գցել այս հայտնի մեջ։ Ինչ-որ պլաններ են խախտվել, չգիտեմ, որ անդադ փորձում են։ Որս կողմից մարդկանց հարվածում են ու հարվածներ են նաև ստանում ու պարտվում։ Ինչն է ստիպել այս վիճակի մեջ։ Սեկմեչը ուզում շատ բովանդակը քննարկման մեջ մտել, բայց այդ վերջի շրջանի այս խոսույթը որ կար, կարծում եմ շատ հստակ կերպով հենց իրենց թույլ տված սխալի պատճառով, որտեղ այս ամեն ինչը իրենք սկսեցին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո մարդը մի հատ սովորական հարցազրույց երթվել, իր տեսակետներ հայտնել, կարող են իրենք էլ այդպես չանադառնային շատ սուսուփուս հասնեին վրայից եւ գնային, բայց իրենք փորձեցին թեման գեներացնել, ինչպես ասում են, էլի խիառը ծուր բուսնցյանց համար եւ հակառակ արդյունք տվեց եւ հանգեցրեց դրան, որ այդ տարանջատումը, որ կա, այսինքն երկու նախագահների միջև, իրենց քաղաքական թիմերի միջև, գրեթե արդեն ակնհայտ է եւ որից կերպ այս Ռուբիկոնը անցել են եւ դժվար կարելի է երկուսին միտեղ միավորել։ Եվ սա ավելի շատ ավարտվում է հենց, ասենք, երրորդ նախագահ եւ փոխկապակցված շրջանակի վնասին է, որտեղ նրանք վերջնաշուտ մի տեսակ փորձում էին միանալով, այդպես ասած, այդ կողքից ինչ-որ բաներ իրենց համար էին շահում, բայց հիմա շատ հստակ կերպով Ռոբերտ Քոչարյանը մի կողմ է կանգնած, իրանք էլ մյուս կողմ են կանգնած եւ իրենք գիտեն, որ միայնակ ներկայանալով ոչ ռեյտինգ ունեն, ոչ էլ ընտրություններին հասնակցելու դեպքում կարող են ձայներ շահել, սկզբում ասեցի արդյունքները
Եվ այս ամբողջ մտահոգությունը այդտեղից են գալիս։ Հիմա Միքայել Սրբազան Աջապահյանը իր տեսակետն է հայտնել, նախկինում ինքը Ռոբերտ Քոչարյանի հասցեին էլ է բացասական բաներ ասել, ինձ էլ դուր չի եկել, բայց կողմ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից որից է մեկը, որ ասենք այդ միշտ որ կարմիր գծեր կհատի եւ կփորձի վիրավորական հայտարարություններ անել, վերջնաշով մարդ իր տեսակետն է հայտնել, կարող է ես դեմ չլինեմ, կարող եմ գնալ նստել իր այդ խոսել կամ հակառակ ինչ-որ գրառում անել կամ փորձել ապացուցել, որ ինքը սխալ է ասում, բայց վիրավորական վարկաբեկից պես հայտարարություններ հոգեվորականի հասցեին չեմ կարծում մեր կողմից թույլ տված լինի, բայց տեսնում ենք դժբախտաբար Միքայել Սրբազանի վրա հերթարկում, որ իրականացվել, իսկապես անթույլատրելի է եւ հետաքրքիր է, որ մարդիկ ովքեր շատ համբավարի ավաբանի կոչում ունեն, մի տեսակ նրանք են փորձում Միքայել Սրբազանի խոսքի ազատությանը բռնանալ, հիմա ասում են դե լավ չի, որ Միքայել Սրբազանին վիրավորում են, բայց Միքայել Սրբազանը չպիտի այդպիսի բաներ ասի։ Մարդիկ կարծիքն ասեն, հիմա չենք հավանում, կարող է շատ բաների մեջ իր այդ կողմ չլինեն, բայց արմատ իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու եւ պարտավոր ենք այդպես ասած հաշվի նստել, եթե ունենք հակափաստարկներ, ասենք այստեղ դու ուրեմն սխալ ես ասում։ Իսկ ինչ այդ գործընթացի մասին դուք պատիվ ունեմ դաշինքի մասին նաև ասացիք, շատ հետաքրքիր է, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի անունը եւ Հայաստան դաշինքի վրա է հիմնականում կենտրոնացումը, որ Ռոբերտ Քոչարյանը գա ներկայացնի կյան տեխնացու, բայց վերջնաշով խորհրդանական մենք երկու ընդդիմություն ունենք, պատիվ ունեմն էլ է որպես ընդդիմություն ներկայանում, նույն լիազորություններ, որ Հայաստան դաշինքի падգամավորները ունեն նաև պատիվ ունեն դաշինքի падգամավորներ, այսինքն դրանք էլ են կարող այդ նախաձեռնությունը ստեղծել։ Թողեք իրանք սկսեն, այսինքն եթե կարծում են այդքան իրենք կարող են այդ գնալ падգամավորներ հավաքել ԿՊ-ներից, բերել այս արդյունքի հասցնել, դա իրենց համար շանս է, փորձեն մի անգամ անեն, գուցե ստացվի իրենց մոտ, իրենց տեխնացուին ով որ ուզում է ցանկանում են թող լինի Էդգար Ղազարյան, լինի Արմեն Աշոտյան, լինի Արթուր Վանեցյան, անուն չտամ, օրինի իրենք ցանկանում են իրենց կամքն է, այդ թղթի վերևը գրեն, բայց առաջին իրենք այդ նախաձեռնության տակը ստորագրեն եւ հայտարարեն, որ սա պատիվ ունեն դաշինքի նախաձեռնությունն է խորհրդարանական եւ հրապարակավ էլ հայտարարեն, որ իրենք են սկսում այս նախաձեռնությունը եւ կրում են դրա հետևանքների պատասխանատվությունը։ Վաղը եթե չհաջողեց, իրենք են պատասխանատու ժողովրդի առաջ։ Ես ձեզ հաստատ եմ ասում, նաեւ կարծում եմ Հայաստան դաշինքի ինկերները կամ մյուսները նաեւ կկեսան այս տեսակետը, որ նրանք անշուշտ կմիանան այս գործընթացին, բայց ես դες վստահեցնում եմ, որ այդպես նախաձեռնություն գոնե պատիվ ունեմի կողմից չի լինի, որտեղ ընդհանրապես տեսել ենք փորձությունից հետվել, որ քաղաքական պատասխանատվության տակից խույս տալու խնդիր կա եւ իրենք դժվարանում են քաղաքական պատասխանատվություն վերցնել իրենց վրա, քանի որ սովորություն ունեն ցանկացած գործընթացի մասնակցել, ձևանալ, որ իրենք են հիմնական դերակատարը իրենք են, բայց հենց վերջում երբ որ նկատում են գործընթացը ձախողում է, կողքից փախչում են, պատասխանատվությունը գցում են դիմացինի գրպան։ Օրինակ դիմադրության շարժման ժամանակ ասում են դե մենք էլ վրաներ էինք տեղադրել, մենք էլ էինք պայքարում, մենք էլ կայինք, բայց դե վերջում հիշում եք նախագահ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, գնացեք Իշխան Սաղաթելյանից ասեք, ամեն ինչը գցեցին Իշխան Սաղաթելյանի գրպան ու հիմա էլ ասում են դե դիմադրության շարժում տարակ ձախողեցեցիք։ Մյուս շարժումների դեպքում էլ մոտավորապես նույնն է եղել, ասիկ եկել մասնակցել են, բայց վերջին փուլում երբ տեսել են արդյունք չի տալիս, պատասխանատվությունը չեն կիսում, խույս են տալիս։ Սա գուցե բացառիկ առիթ լինի իրենց համար, որ կանգնեն մեկ անգամ քաղաքական պատասխանատվություն ստանձնեն։ Ինչ գիտես, գուցե ստացվի իրենց վարչապետը տեխնատուն դառնա վարչապետ, մենք այդ կուրախանանք, կսպասենք, գոնե Նիկոլը այդպեսով այդքանը մենք կուրախանանք, որ Նիկոլը աշխատանքից հեռացրել է։ Բայց կարծում եմ դուք էլ կարծում եմ կգիտեք այն տեսակետը, որ դժվար է տարբերակով իրենք առաջնալ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մարկարյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանի հետ։ Տեսություն կհանդիպենք։